Իսկ հիմա ես ուզում եմ խոսել նախագահ Թրամփը ասել է, որ ինքը որոշել է, որ հարձակվելու է Իրանի վրա, որովհետև մենակ Ամերիկան ունի B-2 տեսակի օդանավը եւ Ամերիկան մենակ ունի մի տեսակ ռումբ, որ այդ ռումբը երբ որ ղրկում են, ասում են smart bomb կամ խելացի ռումբ է կոչվում, այդ խելացի ռումբը գիտեք սովորաբար երբ որ ռումբ են արձակում, որևէ երկիր այդ ռումբը գնում է դիպչում է գետնին կամ մի քիչ գետնից ավել բարձր, միցև պատրաստված է, որ պայթում է ու լրիվ շրջանը ամեն ինչը վերացնում է, հրդեհում է, սպանում եւ այսպես։ Որոշ ռումբերը կպնում են գետին ու պայթում են ինչ որ այդ տարածքաշենք եւ այլն բոլորը ցած է վերում։ Իսկ այս ռումբը տարբեր է։ Գնում է հողաշերտի մեջ, որ մոտարապես պատկերացրեք 60 մետր մտնում է 200 ֆիտից մի քիչ ավել է այսպես մտնում է հողաշերտի մեջ եւ այն ժամանակ հրամանն է որ պայթի հիմա ուրեմն մտնում է եթե խորքում մի բան են պատրաստել ուրեմն կմտնի այդ խորքը հետո պայթում է ինչ որ կա վերացնում է մենակ հիմա ասում են որ Իրանը քիչ հետո կտեսնեք սարերի մեջ այդ ատոմակայանը ինչ որ կամ ատոմի վրա այդ ուսումնասիրությունը ինչ որ աշխատում են 60%-ով ուրանիումը հարստացրել են 90% պետք է հարստանա որ դառնա ռումբ Իրանն ասում է երբեք չի հարստացրել ռումբ պատրաստելու համար ամենայն դեպս հիմա Իսրայելի խրախուսանքով թեև ռիփաբլիկանը դեմոկրատները լրիվ դեմ են որոշ ռիփաբլիկաններ նաև նախագահին ասում էին որ իր արտահայտությունների մեջ ասել էր որ ինքը չի ուզում ուրիշների պատերազմը շարունակի դրա համար Ուկրաինայում ասած էլ Ամերիկան չի մխրճվելու այդ պատերազմի մեջ եւ ուրիշ պատերազմներ բոլորը ասել են Ամերիկան պետք է կենտրոնանա Ամերիկայի հարցերով զբաղվի մենք չպիտի բոլոր երկրների այսպես պատերազմը մենք կատարենք կամ մտնենք պատերազմի մեջ ուրիշի համար բայց եւ այնպես Իսրայելը գիտեք իրենց ազդեցությունը շատ է եւ մենակ Ամերիկան որովհետեւ կարող է այդպես ատոմակայան վերացնի ուրեմն պետք է ռումբը գցեն պատկերացրեք դա կնա խորքը պայթեցնի հետո կարողանա նույն կետում իջեցնեն այդ ռումբը մի ուրիշ տեղ եթե հարված են էլի կեթա պատկերացրեք այդտեղ ու կվերացնի ամեն ինչ բայց եթե նույն կետը լինի առավել խոր կետա ու կհասնի Իրանի այդ ատոմակայանը հիմա այստեղ տեսնում եք Իսրայելը ինքը հնարավորություն չունի այդ գործանի թեև Թեհրան հիմա հողի հետ հավասարում է Իսրայելը հարյուրավոր մարդ 600-ից ավել մարդ է մահացել Իրանում եւ մեկ ռումբ որ վերջերս Իրանը ղրկել էր գիտեք Իրանը պետք է իր ինչ որ ղրկում է Իսրայելի շուրջը գմբեթ է Ամերիկան տեղադրել այսինքն 5 բիլիոն տրամադրելն է որ գմբեթ է որ ինչ որ հրթիռ ուզում են ներս մտնի նախքան ներս մտնի վերացնում են այդ հիմա այստեղ տեսնում եք Իսրայելը ուրեմն ինքը չի կարող ու չունի այդ զենքը որ կարողանա այդ ուր որ թվում է Իրանում ատոմակայան կա վերացնի եւ ուրեմն հնարավորություն չունի կարող է ռմբակոծի ինչ որ հիմա ռմբակոծում է վնասները հասցնում շարունակենք տեսնում եք այսպես բայց չի կարող այդ բերումով տեսնում եք Թրամփը նախապես ասել էր ինք ցանկություն ունի որ Իրանի եւ Իսրայելի մեջ որովհետեւ երկուսի հետ հարաբերություն լավ ունի նա Պուտինը այս հարցով զբաղվի հիմա ուրիշ կարծիք ունի սա այդ տարածքն է ուր որ թաքնված է սա սարերի մեջ Ֆորդո այս ատոմակայանն է այնտեղ սպիտակով տեսնում եք որը լրիվ սարերի ներքևում թաքնված է հիմա Ամերիկան մինակ կարող է այդ կարողություն ունի արձակվելու ռմբակոծելու եւ նախագահ նաեւ ասում է որ ինքը որոշել է բայց սպասում է տեսնե
Իրանը ինչպես լրիվ կհանձնվի, թե ոչ։ Փոքրիկ խումբ է, ինչ որ միայն սրանց հետ է խոսում։ Հիմա տեսնեք այդ ովքեր են այս խմբի մեջ, փոխնախագահը երկրի արտգործ նախարարը իր այդ տիկինը Wiles անունով աշխատակազմի ղեկավարը ներքևում Miller անունով ծախում Witkoff, այսպես այս Witkoff-ը ծախում, տեսնում եք, նա էր որ Իրանի հետ աշխատում էր բանակցել այս տարբեր երկրներում են եղել բանակցել է Իրանի արտգործնախարարի հետ։ Այս 5 հոգին ամենազարմանալին, որ պաշտպանության նախարարը մասնակից չի սրան, որտեղ պաշտպանության նախարարը մի բան, որ անցյալում պետք է կատարեին հութիներին արձակվեին, Եմենի հութիներին արձակվեին, ինքը գնացել էր սովորական email-ով ղրիկներ ամեն տեղ, որ իրեն խիստ քննադատեցին։ Դրա համար պաշտպանության նախարարը մասնակից չի, որ ինչ է կատարվում, կամ նախագահի, այս 5 հոգին են մենակ, որ մասնակից են, մանրամասները գիտեն։ Իսկ նաև դուրս թողին Gabbard, տեսնում եք, Tulsi Gabbard աչքում տեսնում եք, այս կինը նախ որ Հայաստան է գնացել, այստեղ տեսնում եք իրեն, սրան նաև, որ պետք է այդտեղ մասնակից լիներ, իրեն դուրս թողին, ծախում տեսնում եք այս կնոջ Tulsi Gabbard-ին եք տեսնում, պատճառը իրեն դուրս թողին, որովհետև ինքը երբ որ սենետ էր գնացել մարտի 26-ին, ասել էր նախարարությունը, որ Director of National Intelligence, այսինքն գաղտնի ոստիկանության պատասխանատուն է, ինքը զինվորական է եղել, նաև ինքը National Guard է ծառայել, ասացի Հայաստան է գնացել, Հայաստանի մասին շատ լավ կարծիք ունի, մտածում է, որ Ադրբեջանը ճնշում եւ նրանց պետք է բարդություններ ստեղծել Ադրբեջանի համար, այս կինը ասել էր, որ մեր այս գաղտնի ոստիկանության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Իրանը ատոմական ռումբ չունի։ Դրա համար նրանից հետո իրեն մասամբ չեզոքացրին այս Tulsi Gabbard-ին, քանի որ պետք է այդ 5 հոգու խմբի մեջ ամենակարևորը երևի ինքը պիտի լիներ, որ ինչ տեղեկություններ են կարողացել հավաքել եւ հստակորեն ասել էր, որ Իրանը ատոմական ռումբ չի պատրաստում, մեր տեղեկությունը ցույց է տալիս, ասացի դրա համար իրեն պատժեցին եւ թույլ չտվին այդ հիմիկվա ժողովներին մասնակցի։ Նախագահ Թրամփին եք տեսնում, որ ասում է ինձ համար կարևոր չի, որովհետեւ իրեն ասում են Թրամփին ասում են այս քո գաղտնի ոստիկանությունը, որ պիտի այդ զեկույցը նա ներկայացների նախարարներին եւ քեզ ասել է, որ ատոմական ռումբ չունի, դուք հիմա գնում եք ջարդելու, փչրելու, այսպես, ասում եք կարևոր չի ինձ համար այդ կինը ինչ է ասել, ես կարծում եմ, որ իրենք շատ մոտիկ են ատոմական ռումբ պատրաստեն, որ դա ճշմարտության հետ չի համապատասխանում։ Իրանը այդ հրթիռները որոշ մասը կարողանում է գմբեթից անցնի եւ մեկ հիվանդանոց հարվածել է, որտեղ այդ հիվանդանոցի մեջ 6 իսրայելցի մահացել են, մի քանի տասնյակ իսրայելցի վիրավորվել են, այսպես տեսնում եք պատերազմ շարունակվում է, բայց տարբերությունը սա է, որ հերվից կրակել դեպի ուրիշ երկիր, որ բավական հեռավորության վրա է եւ օթանավով գնալ եւ ուղակի ռումբը նետել այնտեղ մեծ տարբերություն կա, այստեղ տեսնում եք Իսրայելի քաղաքն է, որ շենքը վնասվել է այդ հրթիռի, ինչ որ Իրանի միջոցով հասել է այնտեղ։ Բենջամին Նեթանյահուն, վարչապետը Իսրայելի ասում է, որ հիվանդանոց են խփել
եւ սպանել են 6 հոգու, բայց գիտեք Իսրայելը իհարկե Գազայում ինչ հիվանդանոց կա հողի այդ հավասարեն է մեկ հատ չէ տասնյակ հիվանդանոցներ սա տարբերությունն է որ երբ դու հաղթական ես ինչ որ ուզես կասես ավել հաջողակ ես ուրեմն այդպես է պատերազմներում լինում այս նախագահ Թրամփը երեքշաբթի օր վերջնական որոշեց որ Իրանին պիտի հարձակումը տեղի ունենա եւ ասեն էր որ պետք է Իրանը լրիվ թողնի այդ ատոմը հարստացնելու հարցը ասեն էր այդպես եւ հիմա էլ ասեն է նախագահ Թրամփը որ մենք պատրաստվում ենք հարձակվելու ապակա 2 շաբաթվա ընթացքին եւ այսպես տեսնում եք 15 տոն մեգաբամբ տարբեր բամբեր ունեն, բայց ասացի ամենակարևորը դա է, որ կարողանում է ճեղքի կետինը եւ այսպես տեսնում եք 15 տոնանոց այն ամերիկան կարող է ուրիշ երկիր չի կարող Իրանում եք տեսնում այսպես նաեւ մի կարևոր հարց որ Իսրայելը կարողացել են լրիվ ինտերնետը ամեն հարմարություն այսինքն ժողովուրդը հիմա մենակ կարող են լսեն Իսրայելի այդ ինչ որ Իսրայելն ասում է ռադիոյով, ինտերնետով եւ այլն չեզոքացրել են Իրանի համակարգը մեծամասնություն չեզոքացրել են եւ իրենց պրոպագանդան են տանում Իրանում տեսնում եք Թեհրանի հյուսիսում տեղի ունեցող սա ռմբակոծումներ են ինչ որ տեղի ունենում հենց այսօր եւ շարունակվում է որովհետեւ լրիվ երկինքը Իսրայելի կոնտրոլի տակ է այսպես տեսնում եք Իրանում տեղի ունեցող դժվարությունները Իսրայելի հարձակումի հետևանքով նաեւ տեսնում եք որոշ տարածքներում հեղեղը տեղի ունենում դժվար կացություն թե ռմբակոծում կա միտեղ հեղեղը տեղի ունենում շատ դժվար կացություն է Իրանի ժողովրդի համար ես մի տաթար վերցնեմ շարունակեմ ծրագիրը հովանավորում է Prime Pharmacy հովանավորում է ծրագիրը եթե Highland եւ Glennox փողոցի հատման կետում է եթե տեղերի կարիք ունեք իրեն կբերեն ձեր տանը կհասցնեն հեռախոսահամարն եւ եթե ուրիշ տեղատունի մոտ է ձեր տեղատոմսը կարող եք փոխանցել այստեղ եւ իրենք խոստանում են որ դուք անպայման իրենց ծառայությունից կողմ պիտի մնաք Երևան shipping-ով հովանավորում է ծրագիրը ծանրությունից Հայաստան ղրգելու կարող եք նավով իրենց միջոցով ղրգել կամ օթանավով գինի իջեցրեն են մասամբ շատ նույնքինն է ինչ որ նավով պիտի ուղարկեք նավով 3 ամիս կտևի օթանավով մի քանի օր $2.99 է pound-ը գումար եթե ուղարկեք ընդամենը $1 եք վճարում $100 ուղարկեք $1 եք վճարում այսպես բան որևէ տեղ գոյություն չունի Երևան shipping 2 կենտրոն ունի North Hollywood, Lancashire փողոց, Glendale-ում, Palmer փողոցի վրա եթե նաև լրիվ տեղափոխում եք Հայաստան մեքենա կահկարասիկ ունեք տանելու այդ աշխատանքը նաև կատարում են ամենա էժան գնով մեքենա եւ այլ ցես համար իհարկե բնականաբար նավի միջոցով կլինի կուղարկեն Հայաստան ծրագիրը հովանավորում է Caravan ռեստորանն է հովանավորում Grand View փողոց եւ Glennox փողոցի հատման կետում է գտնվում Caravan ռեստորանը տարատեսակ ճաշ է առաջարկում Մարգարյանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը եթե ձեր տանը ձեր շկաֆ բացում եք, մրջուն կա, դուք վարձակալ եք իհարկե, եթե վարձակալ եք, շկաֆ բացում եք, մրջուն կա, մուկ կա, տանը մուկ կա կամ մրջուն կա, դա այդպես չպիտի լինի, դուք վարձը վճարում եք բնակելի հարկաբաժնի համար, եթե այդպես է, պետք է ձեզ հատուցում տան, դուք ոչինչ չեք վճարում, փաստաբանի հետ խոսեք, երբ վճարեն հետո վճարելու, այսինքն եթե դուք գումարը ստացաք, հետո փաստաբանին կվճարեք։ Դոկտոր Բարսեղյան եւ դոկտոր Մահտեսյանը հովանավորում են ծրագիրը 2 ատամնաբույժներ են
իրենց գրասենյակը գտնվում է Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում Բրբանկում է, բայց անմիջապես Գլենդելի հարևանության է գտնվում կվերադառնա Հեղեղը տեղի ունենում Ամերիկայում հարավ արևելյան մասում, այստեղ տեսնում եք անցնենք առաջ 53 միլիոն մարդու վրա սա ազդում է, պրոբլեմ է ստեղծում, տեսեք եւ այդ հեղեղի պատճառով տեսնում եք մեքենաները մնացել են եւ էլեկտրական լարերը պատճառ են դառնում, որ ծառերի վրա են ընկնում, որտեղ փոթորիկ է, հեղեղ է եւ այդպես նաեւ հրդեհներ է ստեղծել տարբեր տեղում։ Ես ուզում եմ հիմա խոսել Իլան Մասկի մասին խոսեմ։ Իլան Մասկը այն SpaceX այդ հրթիռներ ինչ որ ղրկում են, այսպես մեր տիեզերքում տեղադրված է station գոյություն ունի, որ այնտեղից ուսումնասիրություններ է կատարվում։ Այդ աշխատանքը նախապես Ամերիկայի կառավարությունը ինքը կատարում էր։ Հետո չուզեցին այդ կատարեն, այսինքն այդ station-ը կամ կանգառ ինչ որ օդում տիեզերքում գոյություն ունի ու ռուսների միջոցով էին տիեզերագնացներին ղրկում այդ կենտրոնը ուսումնասիրության համար։ Իսկ հիմա Իլան Մասկի միջոցով են անում։ Իսկ Իլան Մասկը մեկ ուրիշ աշխատանք է սկսել, որ ամենամեծ հրթիռը պատրաստել է 400 ֆիտ մեծություն, բարձրություն ունի, մոտավորապես 120 մետր բարձրություն ունի, պատկերացրեք 40 հարկանի շենքի չափ մի բան է սա, որ տիեզերքը ուսումնասիրվի։ Մինչև քանի անգամ արդեն այս տարի երրորդ անգամ արեն, անցյալ տարի արեն, ամեն անգամ այս տիեզերանավը պայթում էր։ Իսկ հիմա այդ տիեզերանավը Թեքսասում է աշխատանքը կատարվում, հենց աշխատանքի քննությունների ժամանակ հենց հողատարածքի վրա պայթում է, որ ես ուզում եմ այստեղ ցույց տալ, պատկերացրեք միլիոնավոր դոլարի հարց է, մենակ աշխարհի ամենամեծ հարուստ մարդը կարող է տոքա, այստեղ տեսնում եք, այսպես պայթում է, այս անգամ եւս եւ լրիվ պայթեն է, պատկերացրեք լրիվ նորից պետք է տիեզերանավ պատրաստվի միլիոնավոր դոլարների մեջ։ Ինքը SpaceX ընկերությունը ասում է շատ տարօրինակ դեպք է պատահել, որովհետև մինչև հիմա աշխատանքը լինում էր, գնում էր տիեզերք, հետո դեպք էր պատահում, հիմա հենց հողատարածքի վրա է պատահել այս դեպքը, ինչ որ տեսնում եք այդտեղ, տեսեք, այդ 4 փորձը, որ նախապես կատարվել էր, տեսնում եք այստեղ եւ դեպքերը ինչ որ պատահում է այս SpaceX-ը կատարում հունվար 16-ին, մարտի 6-ին, մայիսին նաեւ այդպես մի ուրիշը, բոլոր սրանք ես ժամանակին ցեզ հաղորդել էի եւ հիմա տեսնում ենք, որ այս 4-րդն է, բայց գիտեք իրեն համար դա մեծ աշխատանք հաճույք է եւ ասում են նորից կսկսենք եւ հույս ունենք, որ շուտով կկարողանանք հաջողենք խնդիրները կլուծենք, այսպես ասում Իլան Մասկը։ Ես ուզում եմ ձեզ ցույց տալ հիմա այսը կամ immigration-ի ոստիկանությունը գնում է աշխատատեղի, որոշ տարածքներում ձերբակալում է մարդկանց եւ որպես երկրից վտարեն։ Ամեն օր ցանկությունն է, որ առնվազն 3000 հոգու ձերբակալեն անօրինական, որ հանեն երկրից։ Հիմա տարբեր տեղերում պատահում է, դանթանում է որ գնացնին այդ։ Նաև Գլենդել եկեն էին մի քարվաշ, classic քարվաշ, որ այս ծրագրի ովանորողներից է եղել, այդ classic քարվաշում մտնում են եւ մեկ հետաքրքիր այնտեղ մեքսիկացի կա, իսպանախոս կա եւ այլն, մեկ հայի են ձերբակալում այդտեղ աշխատող եւ հետո հայը իհարկե ցույց է տալիս, որ ինքը ունի այսինքն green card ունի անձը, իրեն ազատ են արձակում, տեսնում եք այդ ոստիկանությունը տեսնում եք այդտեղ
քայլում են քարվաշի մեջ նայեք տեսեք եւ այսպես ամենայն դեպս մեկին ձերբակալում են այլ հայ եւ հետո իհարկե ասացի իրեն գրին քարտը ցույց է տալիս իրեն ազատ են թողնում ոստիկաններն են այդտեղ տեսնում էիք այսօրվա ինչ որ պատահել մի քանի ժամեր առաջ օրվա ընթացքին պատահելներ դրանք բոլոր ոստիկաններն են այնտեղ տեսնում են հիմա միայն Գլենդելում չի ինչ որ ոստիկանությունը գնում է Dodger Stadium գնում են Dodger Stadium-ը փակում են չեն թողնում մի բան որ պիտի ասեմ եթե անձը եթե անօրինական լինի եթե մի տան բնակարանի մեջ է եթե մինչև այն ժամանակ որ դուռը չի բացե չեն կարող կան մեկ անօրինականի ձերբակալեն երկրից վտարեն այս երկրի օրենքը այդպես է ուրեմն անձը եթե որտեղ մենք նաև հայեր ունենք անօրինական այստեղ են մինչև այն ժամանակ որ տանն է կամ միտեղ աֆիսում է դուռը փակած է չեն կարող կան այս immigration ոստիկանություն ներս մտնի եւ անձին հանի հիմա ամենայն դեպս ես ուզում եմ ցույց տալ տեսնեք այստեղ նաև տարբեր կենտրոններ են գնացել immigration-ի ոստիկանությունն է տեսնում այդ վաներով գնում են ձերբակալում տանում են եւ մարդիկ են որ եկել են իրենց բողոքելու իհարկե եւ այստեղ տեսնում եք Los Angeles Dodgers-ը որը այդտեղ ստադիոմ է ասում է մեզանից ասացին որ իրավունք վերցնեն որ մտնեն ներս եւ իրենք իրավունք չեն տվել որ immigration-ի ոստիկանությունը ներս մտնի Dodgers Stadium-ի տարածքը ներս մտնի այստեղ իսկ Homeland Security այդ նախարարությունը ասում է սա Dodgers-ի կամ այդ ստադիոմին կապ չունի մենք եկել ենք ուսումնասիրել են երևի կամ ապագայի համար իրենք ասում են մենք ստադիոմի հետ ղեկավարության հետ նրանց հետ գործ չունենք ասում են ստադիոմ են եկել parking-ը ուրիշ հարցի համար էին եկել տեսնում եք այս ոստիկաններն են այդ վաները որ տեսնում եք ոստիկանների վաներն է ինչ որ այստեղ տեսնում եք immigration-ը ամեն տեղ մտնում է հիմա մանավանդ շատ կենտրոնացած են դեմոկրատ նահանգներում որովհետև այստեղ sanctuary city են Los Angeles, San Francisco-ն եւ ուրիշ նահանգ որ դեմոկրատական են sanctuary city, այսինքն ապաստարան են տվել անօրինականին, ավել հիմա նախագահը եւ իր վարչակազմը կենտրոնացած են այս դեմոկրատական նահանգների, որ այդպես հայտարարել են մենք ապաստան են տալիս անօրինականին Los Angeles քաղաքը աճեղ գնում են նաեւ այսօր Glendale եկել էին։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից մեկ երկից ցուցադրեմ իսկ ծրագիրը հովանավորում է Vivaldi venues եւ catering հովանավորում է ծրագիրը Vivaldi venues եւ catering-ը գտնվում է 3410 Glendale Boulevard 3 սրահներ ունի արսանյաց կնունք նշանտրեք եւ նաեւ եթե հոգի հաց պիտի տակ Իսկ նաև ամեն օր ճաշ են առաջարկում ձեզ կարող եք զանգարել օգտվեք ծառայությունից 5 հոգու համար 150 բայց շատ ավելի կարող են օգտվել այդ ծառայությունից ծրագիրը հովանավորում է M&M Liquor Market-ն է հովանավորում ծրագիրը եթե այս մարքեթը գնաք 1951 West Glenox փողոց սա նպարատուն է նաև խմիչքի տարատեսակ խմիչք է վաճառում այնտեղ եթե $30 եւ ավելի առևտուր անեք այս խանութի մեջ 10% զեղ չեն տալիս $100 առևտուր անեք $10 զեղ կստանաք նաեւ EBT card ընդունում է M&M Liquor Market-ը դոկտոր Թավանսին ովանավորում է ծրագիրը աչքի վիրահատող բժիշկ է սա հեռախոսահամարն է որևէ հարցով աչքին վերաբերող զանգահարեք այս հեռախոսահամարին Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը Hollywood Piano-ն Pasadena-ում է Glendale-ի արևանության է Ամերիկայի ամենախոշոր դաշնամուրի խանութն է երկու հարկի մեջ հարյուրավոր դաշնամուր կգտնեք
որևէ գույն որ պատկերացնում եք, մանուշակ, կարմիր, սև, սպիտակ, դեղին, ինչ որ ձեր ցանկությունն այնտեղ կգտնեք, Court Furniture ովանավորում է ծրագիրը, Court Furniture 240, այսինքն 339 North Central փողոցի վրա է, նոր matress պիտի գնեք, այցելեք Court Furniture այցելեք, Ամերիկայում մեկ խանութներ ունեն կվերադառնա։ Մեկ բեյսբոլի մրցության ժամանակ միշտ մեկ երգչուհի են հրավիրում կամ երգիչ են հրավիրում, որ ազգային հիմներգը երգի նախքան մրցությունը այդ սպորտը սկսի։ Իսկ այս անգամ այս կինը գալիս է եւ նույն մյուզիկի վրա լրիվ բառերը իսպաներեն է երգում, այստեղ ես ուզում եմ ցույց տալ այս երգչուհին է, որ այստեղ տեսնում եք թարգմանությունը բառերի իսպաներեն ասում, այսինքն ինքը իսպաներեն է երգում, որ ոմանց բողոքի մեծ բողոքի տեղ տվեց, ինքը այսպես տեսնում եք այս վերջին ժամանակներում սա ստադիոմն է, ինչ որ այսօր քիչ առաջ ցույց էի տալիս, որ գնացել էին նաև անօրինականների ձերբակալելու կամ ասում են ուրիշ պատճառով են գնացել, բայց ուրիշ չգիտենք ինչ է պատճառը, բայց եւ այնպես տեսնում եք այդ դեպքը պատահել մի քանի օր առաջ։ Ես ուզում եմ հիմա ցույց տալ Մեքսիկոյում հեղեղ է տեղի ունենում, անցնենք առաջ, որ տեսնեք այսպես մեծ վնաս Մեքսիկոյի 16 ինչ, մոտարապես 40 սանտիմետր, պատկերացրեք, անձրև տեղի ունենա կարճ ժամանակահատվածում մի ժամվա կամ մի ժամից մի քիչ ավել ժամանակահատվածում այդպես անձրև եկել եւ խանգարել է բոլոր աշխատանքը այնտեղ։ Այսօր Ջունթին օրն է, այսօր արձակ էր կառավարական բոլոր ազգային արձակուրդ օր էր համարվում այսօր այս երկրում։ Սա մի քանի տարի առաջվանից հաստատվեց, որպես այսօր լինի աշխատանքային հանգստի օր, բոլոր այն սևերի հարգանքին, որովհետև սևերը այստեղ գիտեք ստրուգներ էին, ռայա էին, այսպես, եւ 1865 թվին ամենայն դեպս սևերին լրիվ ազատ են արձակում եւ ինչ պատահում է այդ ժամանակ Թեքսասում վերջին տարածքն էր, որ լուր չունեին, այնտեղ գնում են լուր են տալիս, որ դուք հիմա էլ ստրուգներ չեք, դուք գերիներ չեք, դուք ազատ եք, ամեն տեղ արդեն հայտարարին վերջին քաղաքն էր, որ Թեքսասի այս Գալվեստոն, Թեքսաս գնում են տեղեկացնում են։ Այդ բերումով մի քանի տարի առաջ ասացին սա կարևոր, ուրեմն սա 1865 թվի հարց եմ ասում ձեզ, եւ այս օրը վերջին տարիներում ընդունեցին որպես ազգային օր, արձակ օր, ինչպես ուրիշ օրերն է, դրա համար տեսնում եք թրաֆիկ ավելի լավ էր, շատ խճողված չէր փողոցները եւ այլն։ Ես մի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, ձեզ ցուցադրեմ, քանի մարդ է Ամերիկայի նրանք, որ մշտական զինվորները, այսպես active duty զինվորականները, օդուժի համար քանի մարդ է աշխատում, ծովուժի համար քանի մարդ է աշխատում, իսկ ծրագիրը հովանավորում է Raffi's Market հովանավորում է ծրագիրը։ Իրենք պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու, նաև ինչ որ նպարատուն է խոշոր կարող եք այդտեղից վերցնել։ Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը, եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը, եթե accident եք ունենում կամ bankruptcy եք ուզում ֆայլ անել, իրեն հետ խորհրդակցեք, կվերադառնա։
Ես հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ Ամերիկայի ակտիվ կամ մշտական ոստիկանություն։ Ամերիկան ի տարբերություն ուրիշ երկրների հիմա այս բացառությունը այս ժամանակ, բայց ունի մշտական զինվորականներ եւ ունի National Guard-ը, որ ամեն նահանգ նրանք որ ցանկություն ունեն, գնում են այդ փորձառությունները ձեռք են բերում, երբ հարկավոր է իրենց կանչում են աշխատանքի։ Իրենց ես հիմա այսօր մշտական զինվորականների մասին եմ ուզում խոսել, որ օդուժ, ցամաքային ուժ, քանի մարդ է ծառայում այս երկրում։ Եթե անցնենք առաջ, տեսնենք, այստեղ տեսնում եք, սա 17.5% Ամերիկայի մնայուն զինվորականները կանայք են։ Կապույտը տեսնում եք տղամարդիկ են, ուրեմն ցամաքային ուժը, արմի 84%-ը այդ մարդիկ տղամարդիկ են, 16% կանայք են։ Navy, ուրեմն ծով ուժի համար 79% տղամարդիկ են, 21% կանայք են։ Մրին, որը ծովուժի հետ աշխատողներ են, սրանք ամենափորձառու, այստեղ տեսնում եք մրինները, ամենախիստ կարողության կամ դժվար ժամանակ կարող են ամեն աշխատանքատար 91% տղամարդ է, շատ քիչ տեսնում եք կին կա այստեղ։ Օդուժը 79% տղամարդ է, 21% կանայք, որտեղ կանայք կարող են տղամարդ լինել, բայց ասացի մրինների գործը շատ դժվարին գործ է։ Space Force, սա նախագահ Թրամփի ցանկությունն էր, որ տիեզերքին համար զինվորականներ ունենան, թիվը շատ քիչ է իհարկե, բայց ամենայն դեպս այդ սակավաթիվ զինվորներից 81%-ը տղամարդ է, 19%-ը կին է։ Հիմա անցնենք առաջ։ Այստեղ տեսնում եք Army, ցամաքային ուժը Ամերիկայի, նրանք որ ակտիվ են, որովհետև ասացի National Guard-ն էլ կա, բայց նրանք ակտիվ զինվորներն են, որ մնայուն զինվորներն են, 453,000 իրենց աշխատանք սա է, գնում են զինվորական աշխատանք ծառայելու, 453,551 ցամաքային ուժի զինվորականներն են։ Navy, ուրեմն ծով ուժին է 332,000-ից ավել, այդպես են, օդուժը ունի 318,000 աշխատող, այսինքն զինվորականներ, մրինները ասացի, որ ծով ուժի հետ կապ ունի, բայց շատ դժվարին աշխատանք կարողանում են կատարել, այստեղ տեսնում եք 172,000 են, և Space Force-ը, որ ասացի նոր է կազմակերպել, ասացի շատ սակավաթիվ են իրեն այս խմբի մոտ աշխատող 8879 անձ այդտեղ ծառայում է, այսպես տեսնում եք, մոտարապես այս ակտիվ զինվորականները այս երկրի մոտարապես 1,300,000 են այդ, որ հագուստով զինվորականներ են, իհարկե նույն այդ զինվորականներին կից, օրինակ ցամաքային ուժը, նաև աշխարհականներ կան, որ այդ նախարարություններում ծառայում են, որ թիվը հասնում է մինչև 2,300,000 մարդ ծառայում է այդտեղ։ Ամենայն դեպս ես մի քանի օր առաջ ասացի Army, այսինքն ցամաքային ուժի հիմքը տրվել էր հունիս 14-ին, որ շաբաթ օր էր, ես այդ կիրակի օրը խոսեցի, անցյալ կիրակի, որ ինչպես նախագահը գնաց, ասաց ուզում է շքեր տեսնի եւ այդ հունիսի 14-ին էր, որ համընկնում էր իր տարեդարձի հետ, ծննդյան տարեդարձի եւ ցամաքային ուժի հիմնադրմանը 250 տարի առաջ։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարի շարունակեմ ծրագիրը, իսկ
ծրագիրը հովանավորում է դոկտոր Իբրահիմի հովանավորում է ծրագիրը եթե թաթի տակ թաթի վրա ոտքի վրա վերք է լինում քայլում եք շնչասպառ եք լինում այս հեռախոսամահարին զանգ արեք իրենք գրասենյակները գտնվում Orange County, Commerce Encino, Glendale ծրագիրը հովանավորում է Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում իրենք բաս ունեն մինի բաս ունեն եթե ցանկանում եք ձեր հասակակիցների հետ այնտեղ տաբլու խաղալ բիլիարդ խաղալ եւ ուրիշ աշխատանքներ զբաղվեք խոսեք իրենց ձեր ընկերուների հետ այնտեղ որ կծանոթանաք հույսով այստեղ զանգ արեք Անաշե գիֆտ հովանավորում է ծրագիրը ձեզ է առաջարկում Անաշե գիֆտը սուրճ պատրաստելու սարքավորում էլեկտրական որը երկու տեսակ ունի մեկը ապակիից է լրիվ եւ սա $9.99 է առաջարկում ապակին էլ ես անցյալում ցույց եմ տվել ձեզ կվերադառնա Նախագահ Թրամփի ցանկություններից էր որ այս Voice of America Ամերիկայի ձայնը որ ռադիո տելևիզիոն երկուսն էլ ունին 1.1 բիլիոն իրեն ծախսը իջեցնեն մոտավորապես շատ ռադիոներ կտրեցին դրանց մեջ նաև պարսկերեն լեզվով ռադիո եւ հեռուստացույցը մասամբ կրճատում են արել այնպես որ անիմաստ մի բան էր դարձել հիմա երբ որ այս պատերազմը հիմա Իսրայելը սկսել է Իրանի հետ պարսկերեն հերարցակումները աշխատողներին բոլորին հանել էին աշխատանքից ասել են որ վերադառնան այդ աշխատողները Voice of America-ի եւ այսպես հիմա իրենց աշխատանքը պետք է շարունակեն դատ էին իհարկե աշխատողները այդ Voice of America-ի բաց արել որովհետեւ Voice of America-ն կառավարության լրիվ հովանու տակ չէր աշխատում միցև անկախություն եւ կառավարության կապ ուներ ամենայն դեպս հիմա պարսկական մասը թույլ են տվել որ շարունակեն որպեսզի կարողանան իրենց ռոպագանդան տարածեն Իրանի տարածքում որովհետեւ իրենց հույսն է որ ռեժիմը տապալեն ուրեմն եթե ռեժիմը տապալեն դա իրենց շատ օգնելու է այսպես հիմա նաև նախագահ Թրամփը հրաման տվեց որ այդ անօրինականների ինչ որ ձերբակալում են եւ որպեսի տանում են որ հետո վտարեն այս երկրից 3 բիզնեսներ չեն անելու այդտեղ ուրեմն այս անօրինականներին ոստիկանությունը immigration-ի ոստիկանությունը այսը չի գալու իրենց ձերբակալի եւ երկրից անի մեկ նրանք որ հողագործության աշխատում են Կալիֆոռնիայում մեծ եւ ուրիշ նահանգներում նաեւ Այովա օրինակ խոշոր հողագործություն է տեղի ունենում այս մեծ ընկերություններ են անձի կատարում այդ եթե Ամերիկան որևէ երկիր չի կարող այսքան ինչ որ ծորեն գարի եւ այդ հացահատիկներ այսպես ցանում են արտադրում են նաեւ չկա Ամերիկայի նման որտեղ մեքենայացված համակարգով կատարում են դրանք այդ մեծ հողատերերը այդ մեծ բիլիոնատերերը ճնշումներ բանացրին որ աշխատողները վախից չեն գալիս առանց իրենց մանավանդ բերք հավաքելու ժամանակ է հիմա կամ որոշ աշխատանքներ կատարելու ժամանակ է նախագահ ուրեմն ասաց նրանք որ հողագործության են աշխատում էլ չգնան ոստիկանություն չգնա ձերբակալի հոթելներում են աշխատում եւ eatery ուտելիքի տեղում մասամբ ռեստորաններում աշխատում են առայժմ նրանց չեն վտարելու այս երկրից որովհետեւ բոլոր թողերն էին փախել էին ռեստորաններ կային որովհետեւ աշխատող չունեն ստիպված են փակեն խոհարար չունեն ուրիշ փակում էին ռեստորաններ ուրեմն նրանց այսպես բացառաբար չեն երկրից վտարելու ես հիմա Ամերիկայում տեղի ունեցող նախագահ Թրամփի
հեռախոս է առաջարկում։ Այս հեռախոսը իր company ունի, ինքը իր տղաների հետ company ունեն, հեռախոս են առաջարկում, որ ասում են Ամերիկայում է պատրաստվել եւ առաջարկելու են հանրությանը $499 մեկ ընկերություն են այսպես մինչև հիմա որևէ նախագահ բիզնես չի արել այս երկրում նախագահները երբ որ գալիս են նախագահ են դառնում ինչ որ հարստություն ունեն ասում են տեղադրում են blind այսպես investment են անում այսինքն իրենք չեն կարող զբաղվել դրա հետ բայց նախագահ Թրամփը չստորագրեց այդ որ իր հարստությունը չեզոքացնի ինքը չմասնակցի հիմա բիզնեսին կապ չունենա այդպես չստորագրեց երբեք բոլոր նախագահները նախկինում արել են այդ եւ հիմա այդ աշխատանքներից մեկը հեռախոս է իր եւ տղաների հետ հեռախոս են վաճառում որը օգոստոսին առաջարկվելու է ընդամենը $499 է լինելու եւ ասում են Ամերիկայում պատրաստված հեռախոսը իսկ մեկ ընկերություն կա այս երկրում որ Ամերիկայում հեռախոս է պատրաստում ամեն կտոր այդ հեռախոսի միջի միայն ամերիկյան ընկերությունից են վերցնում հավաքելու հեռախոս սարքելու առաջարկելու եւ $2000 է հեռախոսը ինչ որ ամենամեծը Samsung-ը եւ նաեւ Apple-ը ինչ որ երևի բոլորը այդ երկուսն է աշխարհով մեկ ամենամեծ հեռախոսի ընկերությունները նրանք իրենց հեռախոսը վաճառում են մոտավորապես $1000 է Չինաստանում մեծամասնություն պատրաստում է Չինաստանում բերում են այստեղ կամ Հարավային Կորեայում բերում են այստեղ $1000 է որ այնտեղ ավելի էժան է քան թե այստեղ պատրաստել ասացի այս ամերիկյան company այդ հնարավորությունները ինչ որ Apple-ը եւ Samsung ունի Apple Samsung-ը գիտեք ճիշտ համբյուտերը ինչ որ ուզում եք անեք հեռախոսի միջից կարող եք անեք այս ամերիկյանը ինչ որ ասացի $2000 է սահմանափակ է օրինակ մի բան պետք է այնտեղ պահեք տվյալները պահեք այդքան անսահմանափակ չի ինչ որ Apple-ն է կամ Samsung-ն է եւ իրենց վերջանում է 2000 հիմա բոլորը սպասում են երբ որ արտադրեն այդ հեռախոս տեսեն այդ ուր է պատրաստվում որ կտորներից է պատրաստվում որ ընդամենը ծախսը լինելու է $499 ես այստեղ ուզում եմ ցույց տալ այսպես խրախուսված նախագահի Անդրանիկ Զավակին եք տեսնում աչում ծախում ամենածախում իր կրծեր այսինքն նույն մայրից կրծերն հիմա ուրեմն նախագահը հոթել ունի բիզնեսի հոթել ունի նաև ուրիշ ապրանքներ է ծախում նաև գլխարկ է վաճառում նաև այս հեռախոսն է որ գրված է Trump հեռախոսը տեսա քիչ առաջ եւ իր տղան է ասում է որ շուտով սա երեք խոսում էր շուտով Ամերիկայով մեկ դուք կարող եք գնաք իսկ ամսավճարը լինելու է $47 նկատի առնելով որ նախագահը ինքը 47-րդ նախագահն է ուրեմն տեսնում եք $47.45 cent 47 նախագահը 45 եւ 47-րդ համարն է Թրամփի համարն է տեսնում եք այդտեղ այսպես առաջարկվում է այսինքն Էրիկը Զավագն էր խոսում սա Դոնալդ Թրամփ ջունիորն է խոսում այսպես տեսնում եք սա հեռախոսն է տեսնում եք եւ դուք վճարելու եք ընդամենը $499 հիմա բոլորը զարմացած սպասում են որ ինչպես կարելի այդպես բան բայց եւ այնպես ասացի օգոստոսին երևի մասնագետները կնայեն եւ Ամերիկայում դիզայն են արել Ամերիկայում պատրաստվում է այսպես տեսնում եք իրենց շնորհավորում են անձիկ հիմա այս ընկերությունն է ինչ որ ասացի որ այդ հեռախոսն է որ Ամերիկայում ամեն ինչ Ամերիկայում պատրաստվում է 2000 ծախս է լինում պատրաստման ամերիկացի գործավորների միջոցով ապրանքներ բոլոր այս ասացի $2000 այդ անձը ինքը գործարանի տերը զարմանում ասում այդպես բան հնարավոր չի մեծ ծախսի է նայում 2000 մեկը կարողանա Ամերիկայում պատրաստի $499 հիմա ովքեր են գիտեք
Samsung եւ Apple-ը ասացի $700-ից $1000 է կամ $1200 է ամենա թանկը $1200 այդքան է $300 ովքեր են գնում այդ $2000 հեռախոսները հիմա վաճառվում է մեկ ընկերություն առաջարկում է ասացի գնում են նրանք որ չեն ուզում ուտար երկրյա ապրանք գնեն եւ կարողություն ունեն $2000 տան թեև իր աշխատանքը այդ հեռախոսի սահմանափակ է գերատասում են ամերիկյան առնեն $2000 վճարեն այդ հեռախոսի համար Ծրագիր եկավ իր ավարտին ցես կհանդիպեմ վաղը մի շնորհ հանդիպ